Ամենայն հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն arքեպիսկոպոս Միրզախանյանը։ Բալթյան երկրների թեմի առաջնորդը Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհափառին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է։ Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները, տարբեր հարցեր։ Վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել։ Այս պահին ոչ մի նշան չկա, որ վեհափառն ու վարչապետը կնստեն նույն սեղանի շուրջ։ Նախորդ շաբաթվա վերջին կաթողիկոսը հայտարարել էր, շարունակելու է առաքելությունը նույն նվիրումով։ Այդ հանգստի կոչվելու մեջ ինչ են վատ բան տեսնում։ Ինչ են տեսնում։ Վազգեն Սրբազանը լուսավորչի, օձնեցու, գահից հեռացած կաթողիկոսների օրինակներն է վկայակոչում։ Նրա տպավորությամբ արդեն ուշ է, որ վարչապետն ու կաթողիկոսը հավաքվեն այլ հարց քննարկելու, քան գահը թողնելն է։ Ըստ arքեպիսկոպոսի այդպիսի հնարավորություն կար ամռանը։ Վեհափառի մոտ տեսնում էինք պատրաստակամություն, բայց հետո հանկարծ դա փոխվում էր։ Նա ուղիղ մեզ չի ասել, որ պատրաստակամ է, բայց տեսնում էինք, որ կարծեք թե պատրաստակամություն կար, բայց չգիտեմ ինչու փոխվում էր։ Չի կասկածում, որոշ ուժերի ազդեցության տակ է փոխվում վեհափառի տրամադրությունը, եւ այդ ուժերը ըստ նրա այսօր էլ խանգարում են։ Ըստ Սրբազանի հայաստանյան ընդդիմությունն ու Ռուսաստանն են, որ վեհափառը նրա թեմի առաջնորդ եղբայրը այլ երկրների շահերն են առաջ մղում, Փաշինյանը բազմիցս է հայտարարել, սակայն մինչև այժմ ոչ մի փաստ չի հրապարակվել, քրեական որևէ գործընթացի մասին հայտնի չէ։ Ձեզ փաստեր ներկայացվել են։ Կարելի է ստեղից լռեմ։ Չէ, Սրբազան, ասեք։ Ես կարող եմ ասել, որ այո։ Փաստեր են ներկայացվել։ Այո։ Վեհափառի թե եղբոր հետ կապված։ Եղբոր հետ կապված։ Կաթողիկոսն էլ է այլ երկրի շահեր սպասարկում, Վազգեն Սրբազանը չի կասկածում, բայց ապացույցներ էլ չի ներկայացնում։ Նրա համար օրինակ է Արցախի թեման։ Գործող կառավարությունը ունի միանշանակ իր պատասխանատվությունը, դա անբեկանելի է։ Բայց մենք չբարձրացնենք նաև հարցը խաղաղապահների ներկայությամբ այդ ինչ եղավ։ Ինչու մեր ժողովուրդը լքեց Արցախ, ինչու կորցրեցինք վերջնական։ Ամեն ինչը կառավարության վրա գցելով կլինի։ Բա ուր է ճշմարտությունը, հարցնում է Գարեգին II ձեռամբ եպիսկոպոս օծված ու նրա կոնդակով արքության պատիվ ստացած Վազգեն arքեպիսկոպոսը։ Իսկ ինչպես է նա վերաբերվում այն փաստերին, որ վեհարանն ազատելու վարչապետի օպերացիային արձականներն են միանում, համոզում քահանաներին, որ վեհափառի անունը շրջանցեն պատարագի ժամանակ։ Ինչու են իրավապահներն օգնում կարգալույց քահանային գրավված պահել հովանավանքը, հսկում 7 վերքի 3 մուտքերը։ Այդ ուժայինները թշնամի չեն, ասում է Վազգեն Սրբազանը։ Ոչ մի հոգևորականի վրա իրավունք չունի ոչ ոք ճնշումներ գործադրելու, բայց կա այստեղ մի ուրիշ բան։ Սա մեր երկիրն է։ Մեր հոգևոր սպասավորների բազմաթիվ մարդկանց մեջ ներդրել են, որ թշնամի են իրենք։ Դուք հասկանում եք ինչի ենք ասել։ Մեր իշխանությունը, որ մեր 700,000 ժողովուրդը ընտրել է, այդ մարդկանց նկատմամբ թշնամական վերաբերմունք են ձևավորել եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս։ Գյումրու եկեղեցում Գարեգին II կաթողիկոսին բարձրաձայն հիշատակողին իրավապահներն ուժով դուրս են հանում, իսկ նույն եկեղեցում նույն պահին Կտրիչ Ներսիսյան ձայնողը շարունակում է ձայնել։ Ինչու։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, որովհետեւ այս ամբողջ այս իրավիճակի մեջ պիտի նստենք։ Ես ոչ ուզում եմ այս կողմին քննադատել, ոչ էլ մյուս կողմին գովաբանել։ Վազգեն arքեպիսկոպոսը կարծում է տխուր իրավիճակի հետևանքներ են այս ամենը։ Հայաստանի վարչապետը եկեղեցու դեմ պայքար չի մղում, եկեղեցականներին չի ճնշում, ինքը խորը հավատացյալ է։ Կյանքիս մեջ չի կարող երազել նույնիսկ, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է մի օր ծունկի գալ, ապաշխարել, հաղորդվել, մասնակցել պատարագին ու մեզ հետ խոսել հավատացյալ մարդու, քրիստոնյա մարդու տեսանկյունից։ Ոչ մի քննարկում չկա վեհափառ հայրապետի հեռացման հետ կապված։ Վեհափառի հրաժարականը պահանջելուց 20 օր առաջ arքեպիսկոպոս Միրզախանյանն ազատության հետ զրույցում ասում էր՝ մեր վեհափառն է, իր հետ քննարկում ենք ամեն բան, ինչ փոխվեց։
Մենք ստիպված ենք եղել այս քայլը կատարելու, մենք վեհապարի կողքին միշտ ենք եղել, մեր Էջմիածնի կողքին կանք եւ կանոնականության մեջ ենք, բայց մենք մենք այսօր էլ ենք իր կողքին, մենք իր գործերի կողքին չենք։ 10 եպիսկոպոսների հայտարարությունից հետո մամուլը հեղեղվեց նրանց վերաբերյալ զանազան պատմություններով, կուսակրոնության ուխտի խախտումներից մինչև հարստություններ ու ունեցվածք։ Հետաքրքիր է, որ վեհապարի հրաժարականը պահանջող բարձրաստիճան հոգևորականները ընդունում են, որ կուսակրոնության առումով Մայրաթորի միաբանները խոցելի են, բայց ասում են, դա մարդկանց չի հետաքրքրում։ Մեր ժողովուրդը, որ լսում է ցանկացած մի կուսակրոն ընտանիք երեխա, չգիտեմ, անկեղծ ասած ես տեսել եմ, որ դա նույնիսկ մատերիարանքով է նայում։ Վազգեն Սրբազանը մեղքերը բաժանում է բնական ու անբնական։ Բարվամոլության հարցը։ Հələ նա բնական մեղք է, բայց անբնական մեղքի մասին ով պիտի հարցը բարձրացնի, որ դրա հետևանքն է։ Ասում է, պիտի կուսակրոնության հարցը լուծվի, այսինքն լինի այնպես, ինչպես լուսավորչի ժամանակներում էր, այսինքն ընտանիք ունենալու արգելք չլինի հոգևոր վերնախավի համար։ Վեհապարի հրաժարականի պահանջը եպիսկոպոսները հրապարակեցին Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութից հետո։ Ստացվում է, բոլորին կարելի է, դիվանապետին ոչ, Վազգեն Սրբազանն ասաց, այդ հարցին չի ցանկանում անդրադառնալ։ Քննության մեջ է, մենք զերծ կմնանք այդ հարցին անդրադառնալ։ Մայրաթորը 56 եպիսկոպոս ունի։ Վազգեն Սրբազանը վստահ է, նրանցից շատերն են վեհապարի հեռացման կողմնակից, ուղղակի դեռ լուռ են։ Կեսից ավելին եւ մի բան էլ ավել։ Հույս ունի ի վերջո վեհապարը եպիսկոպոսական ժողով կհրավիրի, այդտեղ էլ կստիպեն նրան հեռանալ։ Եկեղեցու իշխանները եպիսկոպոսներն են։ Եթե եպիսկոպոսները միանում են եւ հիմնավոր կերպով ամենայն հայոց կաթողիկոսի արչեւ դնում են խնդիրները, ինքը այլևս չի կարող շարունակել։ Բայց դա գրված չի որևէ։ Ցավոք գրված չի, հստակություն չկա։ Իսկ եթե չհեռանա, ում հետ կաշխատի, բացատրում է arczepiskopos-ը։ Գուցե նոր եպիսկոպոսներ կոծվեն, նրանք օծումից գոնե անմիջապես հետո չեն պահանջի վեհապարի հեռացումը։ Չի լինի ըստ Վազգեն Սրբազանի, որովհետև ասում է, թեմերի առաջնորդները իրենց թեմերին տիրապետում են, բաժանումներ չկան։ Վարչապետի ճանապարհային քարտեզն ու Վազգեն Սրբազանինը նույնն է։ Կգնա վեհապարը, հետո տեղապահ կընտրվի։ Ինքը Ոչ, դա բացառվում է։ Եպիսկոպոսած դասից մի ավակ միաբան կլինի տեղապահը, եթե վեհապարը գնա։